Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Մեր այսօրվա հյուրը որոշեց եւ մայրական ջերմություն տվեց երկու հրաշք տղաների։ Հանգամանքների բերումով ոչ թե որդեգիր, այլ խնամատար ծնող դարձավ։ 55-ամյա Քնարիկ Եսայանը այսօր մեծացնում է 7 տարեկան Վահեին ու Վահանին։ Քնարիկ Եսայանը մեր տաղավարում կխոսի վիճակագրական թվերից այն կողմ ապրած իր կյանքի եւ այդ կյանքի դժվարությունների մասին, քանի որ թվերը լուռ են, իսկ մարդիկ ոչ։ Բարև ձեզ, ես Քնարիկ Եսայանն եմ, 55 տարեկան, հետենց է ստացվել անցել եմ մանկատանը գործի աշխատանքի, այնտեղ ծանոթացել եմ երկու զույգ հրաշք տղաների հետ, որոնց 5 տարի առաջ մոտավոր վերցել եմ իմ խնամքի տակ, 5 տարի ապրում ենք միասին, դպրոց են հաճախում, ձեզ շատ սիրում ամայն թե Վահեն։ Իրար հետ կապվել ենք արդեն շատ։ Գնանք տանը։ Ճիշտ ասած ես իմ կյանքը առանց իրանց իրոք չեմ պատկերացնում, բայց իրանց չեմ կարծում, որ իրանք էլ հիմա կարող են առանց ինձ, որովհետև տանը իրանք ստացել են խնամք, ստացել են սեր, ամենակարևորը սեր են ստացել, չեմ կարծում, որ իրանք էլ կարող են հիմա առանց ինձ։ Օրենքը թույլ է տալի մինչև չափահաս լինելը մնան իմ մոտ, հույսով եմ կմնան իմ մոտ, նրանից հետո էլ։ Բարև ձեզ Տիկին Քնարիկ, շատ ուրախ եմ ձեզ այսօր ողջունել մեր տաղավարում եւ ուզում եմ պատմեք, թե որտեղ եք ծնվել, մեծացել եւ ինչպես եք հայտնվել Հայաստանում։ Ճիշտ ասած ես ծնվել եմ Հայաստանում, հետո եմ գնացել, հետո գնացել եմ Թեհրան, սովորել եմ այստեղ, վերջացրել եմ Բարսագույն, ավարտել եմ, գնացել եմ Թեհրան, Թեհրանից վերադարձել եմ մոտավոր մի 6-7 տարի առաջ։ Քանի տարի եք ապրել Թեհրանում։ Մոտավոր 20 Մոտ 20 տարի մոտավոր Թեհրանում եք ապրել։ Բայց ինչպես Հայաստան վերադարձաք, որոշում, այնտեղ եք ամուսնացել, չէ՞։ Այո։ Ինչպես Հայաստան վերադառնալ որոշում կայացրեցիք։ Հայաստանը կանչեց։ Ինչպես կարոտներ պատճառը, որ հետ վերադարձաք, հարազատները կարոտներ, ապրելը հեշտ է կարող է, բայց այնտեղ հանգիստ չի։ Հանգիստ է այնտեղ, որտեղ քո արմատներն են։ Այդ 20 տարիների ընթացքում գալիս եք Հայաստան գնում եք։ Գալիս գնում եմ, այո։ Այդտենց տարի չի եղել, որ 2-3 անգամ չգամ։ Եկել եմ, շատ եմ եկել։ Շատ լավ։ Վերադարձաք Հայաստան 6-7 տարի առաջ։ Ահա։ Հիմա խնդրում եմ պատմել կարևոր պահի մասին, ինչպես եւ որտեղ աշխատանք գտաք, որտեղ եք ընտրում եւ որտեղ գտաք աշխատանք։ Դիմել եմ մի քանի տեղ, բայց աշխատանք գտել եմ մանկան տանը, հիմա էլ եմ Ինչ մանկան տուն որտեղ եք դիմել։ Դուք Թեհրանում էլ Ձերանոց էլ դիմել եմ, բայց չգիտեմ, երևի իր ուրախությունից։ Ձերանոց էլ դիմել եմ, չէ, եթե շատ պնդենք, աշխատանք կարող ենք գտնենք Հայաստանում, իրոք կարող ենք աշխատանք գտնենք, բայց չգիտեմ ինչի պտտվեց, եկավ հասավ մանկատուն։ Հենց մանկան տանն եք աշխատում։ Այո։ Շատ լավ, քանի տարի առաջ ընդունվեցիք այդտեղ աշխատանքի ու որպես ինչ եք անում։ 5 տարի, 5 ու մի քիչ ավել։ 5 տարի առաջ դայակ եմ մանկան տանը։ Եվ խնդրեմ պատմեք այն մասին, թե ինչպես ձեր տղաներին հանդիպեցիք մանկան տանը։ Առաջին հանդիպումը ձեր հենց առաջին խումբը, որ աշխատանքի եմ անցել, եղել է հենց Վահե Վահանի խումբը։ Չգիտեմ, երևի պիտի այդպես լիներ։ Տիկին Քնարիկ, կհիշեք առաջին հանդիպումը երեխաների հետ ինչպես եղավ։ Հենց մանկան տանը։ Վահեն ու Վահանը նոր սկսել են քայլում են, մանեժ կա հատուկ, որտեղ երեխեքը խաղում են։ Ես երբ որ ներս մտա, առաջինը ճիշտ ասած Վահանը առաջ եկավ։ Իրանք այն ժամանակ ճիշտ է փոքր էին, բայց մանեժից այնքան հեշտ դուրս էին գալի։
Վահանը առաջի անգամ որ մտա խումբ, այնց հեշտ դուրս եկա, ոնց որ հատուկ սպասեր, որ ես պիտի մտնեմ, ինք վազեր կար առաջ։ Կարքին չէին էլ խոսում։ Բայց շատ հետաքրքիր էր, որ իրան թվաց։ Այդ ձեզ ընթառաջ եկան։ Հա, Վահեն է տենց չէ, Վահանը առաջին առաջ եկավ, դե բնականը փոքր էր, ոտքերս ավելի շատ բռնեց, ոչ կարող եմ առաջ գնամ, ոչ կարող եմ իրան բարձրացնեմ, անկախ ինձանից մի տեսակ դող մտավ իմ մեջ, հետո ինքան հետաքրքիր էր, երեխան հենց հարազատ ձևի գրկեց, հենց այդ առաջի պահից ես որոշել եմ, որ պիտի վերցնեմ իրենց խնամատար։ Այսինքն հենց այդ առաջին հանդիպումն էր, որ ձեզ այդպիսի միտք տվեց։ Մինչ այդ չեք ունեցել նման միտք։ Ոչ անգամ այդպես միտք չեմ ունեցել։ Ես աղջիկ ունեմ 33 տարեկան շուտով կլինի։ Չեմ մտածել ոչ մի անգամ, որ կարելի է վերցնել երեխա ծրագրի մասին, բայց լսել էի ծրագրի մասին ու շատ հետաքրքիր էր ողջունելու ծրագիրը շատ։ Հենց այդ առաջի հանդիպան օրը հենց որոշվեց, որ ես պիտի վերցնեմ։ Դուք ինքներդ այդ պահին ձեր մեջ որոշեցիք։ Իսկ հետո ինչպես հայտնեցիք լուրը ձեր աղջկան, ձեր ամուսնուն, նրանք ինչպես ընդունեցին։ Բայց հենց նույն օրն եք իրենց հայտնել լուրը, թե այդ գաղափարը ձեր մեջ, այդ միտքը ձեր մեջ եւ ֆելավորը այն ժամանակ կորոնավիրուսի ժամանակն էր, մենք 14 օր աշխատում ենք, 14 օր տանն էինք։ Այդ 14 օրը իր հետ անցկացնելուց հետո եկել եմ 14 օր տանն եմ մնացել, ոչինչ չեմ խոսել։ Երկրորդ 14 օրը երբ որ տանն եմ մնացել, այն ժամանակ ամուսնու հետ եմ սկզբից խոսել, որտեղ աղջիկը այստեղ չէր, Թեհրան էր։ Ամուսինը ոչ շատ հանգիստ, ոնց որ հենց այդպես է պիտի ելներ, շատ հանգիստ ընդունեց ու ինքն էլ համաձայնվեց։ Բայց կողքից այնքան բաներ լսեցինք, շատ լավ եղավ, որ այդ չազդեց ոչ իմ, ոչ ամուսնու որոշման վրա։ Բայց ինչ էին ասում կողքից։ Դժվար է, կպահես, կմեծացնես, հետո չես իմանա ինչ կլինի, երեխեք են, բայց չգիտեմ, ցանկացած երեխա իրավունք ունի տանը մեծանալու։ Իսկ նախորդ 14 օրերի ընթացքում տանը խոսել եք երեխաների մասին, գուցե դրա համար ամուսինը ավելի հեշտությամբ լուրը ընդունեց։ Այդ առաջի 14 օրը աշխատելուց էլ ամուսնու հետ խոսել եմ, ցույց եմ տվել, բայց ոչ չեմ ասել, որ այտենց միտք ունեմ։ Երեխեքն էլ երեխեքը հետո շատ զարմանալի էր, երբ որ տուն մտան, արդեն ամեն ինչին ծանոթ տուն մտան։ Ճիշտ է առաջի անգամ, բայց իրանց համար չգիտեմ, իմ համար զարմանալի էր, որ իրանք այնց հեշտ մտան, ոնց որ իրանց տուն մտնեն, շատ հանգիստ մտան։ Ու երևի այդ տեսազանգով խոսելն էլ օգնել էր, չգիտեմ։ Իսկ ձեր դուստրը ոնց ընդունեց այդ միտքը։ Չփորձեց հետ պահել։ Չէ, չի փորձել հետ պահի, մինչև հիմա էլ, ճիշտ ասած, հիմա ինքը Հայաստանում է, մինչև հիմա էլ իրանք իրար հետ երևի շատ ավելի լավ է շփվում, քան իմ հետ։ Չնայած այտենց խնդիր չունեն, բայց որպես քույր եղբայր իրանք շատ հանգիստ են շփվում իրար հետ ու շատ էլ մտերմիկ, ոնց ասեմ, որ Անահիտ է իմ աղջկան, երբ որ աղջիկս այստեղ էլ չի լինում, իրանք տեսազանգով, եթե մի օր չխոսան, շատ անհանգիստ են, շատ։ Բայց այդքան տարիների ընդմիջումից հետո դուք ինքներդ չունեիք մտավախություն, որ գուցե այս տարիքում դժվար կլինի երեխաներին, փոքր երեխաներին խնամել։ Շատ եմ մտածել։ Պատասխանատվություններ։ Մենակ իմ կարենալ չկարենալը չէ, մանկան տան իրանց այդտեղ չի որ վատ են պահում, բայց ճիշտ ասած մտածել եմ շատ, ես կկարողանամ այնպես պահեմ ոնց որ այստեղ կկարողանամ ավելին տամ, քան այստեղ են տալի, եթե պիտի նույնն էլի իմաստ չունի տանել, ես պիտի մի բան կարողանամ ավելացնեմ, շատ եմ մտածել։ Ինչպես հետո հաղթեցիք ձեր մտքերին, վախերին։ Իրանք օգնեցին ինձ։ Մինչև հիմա էլ իրանք են ինձ օգնում։ Կողքից ճիշտ է, թվում է ես մեծ գործ եմ անում, չէ, բայց իրանք են օգնում ինձ։ Իսկ երեխաներին երբ որ այդ լուրը հայտնեցիք, իրենք ոնց ընդունեցին, որ ձեզ հետ արդեն ձեր տուն են գալու։ Հեշտությամբ սկսեցին ձեզ մամա հասկանում։ 2 տարեկան են եղել։ 2 տարեկան։ 2 տարեկան են, այդքան չէին էլ հասկանում, հետո որը որ ես գործի չէի լինում, իրանք տեսազանգով էինք շփվում։ Խմբի աշխատողները տեսազանգով
շատ բարդ էր իրանց համբերել, եթե ես այնտեղ չէի։ Իսկ հեշտությամբ ձեզ սկսեցին մամա ասել։ Երբ որ սկսել են արդեն հասկանալ ու խոսել, Դեռ խոսք չունեին այդ տարիքում։ այտենց չէ։ Նոր էր։ Բայց Վահանը, երբ որ ես առաջի անգամ մտա խումբ, առաջի անգամ իր բառը եղել է մամա, ու առաջի անգամ երբ որ ես մտել եմ խումբ, հենց առաջի բառը իր այդ ժամանակ ա եղել։ Երևի հենց այդ էր, որ ինձ ավելի ուժ տվեց, Հենց որ մամա վերցնեմ։ ասեց։ Այո։ Ձեզ տեսա մամա Այո։ ասեց։ Հետաքրքիր է, ես ուրիշ երեխեքի հետ ու միջև հիմա, ես երբ որ 5 րոպե ավել ուրիշ երեխի հետ խոսամ, իր մոտ բան առաջանում։ Ինքը Խանդ։ մենակ խանդ չէ։ Իրան, չգիտեմ, իր մոտ տենց զգացողություն է, որ ես Իրանն եմ ու վերջ։ Գիտեք, սկզբից երբ որ Վահեին էլ մանկան տանը, Վահեի հետ էլ խաղում էի, շփվում էի, ես ունեմ նկարած մի քանի բաներ, հենց այն ժամանակ էլ ինքը այնքան դժվար էր համաձայնվում, որ ես պիտի ուրիշ երեխի հետ խաղամ, շոյեմ, ուրիշ երեխի հետ խոսամ։ Քանի տարի արդեն պահում եք երեխաներին։ Մոտ 5 տարի, 5 տարի։ շուտով 5 տարի կլինի։ Ասում եք սկզբում դուք եք ունեցել շատ մտավախություններ, որ դժվարություններ կունենաք, գուցե չկարողանաք 5 տարի անց այդ վախերը ձեր մոտ ինչ եղան։ Գիտեք, հիմա էլ վախ կա։ Չէ, հիմա էլ վախ կա։ Իրանք ինչ ձևին կմեծանան, ինչ տեսակ մարդ կդառնան։ Բայց այն դժվարություններից, որ վախենում էիք, մտավախություններ ունեիք, չէ, այդ դժվարությունները չկա, հիմա լրիվ ուրիշ վախեր է, որ պիտանի մարդ դառնան։ Կկարողանամ արդյոք անեմ այն ինչ որ իրանք արժանի են, շատ լավ երեխեք են, շատ արժանի են շատ մեծ բաների, կկարողանամ արդյոք արդարացնեմ։ Իսկ տիկին Քնարիկ, ինչու խնամատար ծնող եւ ոչ թե որդեգիր, ինչու չորդեգրեցիք։ Այն ժամանակ չէի կարող որդեգրեմ, ամուսնու խնամատար մենակ ես եմ, ամուսինը չի, որովհետեւ խնամատար երեխա տարբերությունը պիտի 50 տարի չանցնի օրենքով։ Ամուսինը անցնում է։ Հիմա ճիշտ ասած ամուսինը մահացել է, որ երեխեքը շատ էլ ծանր տարան ու միջև հիմա փոքր դեպք պատմեմ, հետո կշարունակեմ։ Գնացել են Գեղարդ երեխեքի հետ, նոր, մի ամիս չկա։ Վահան ասեց երազանք ունեմ, այստեղ տեղ կա, լսել էր խոսակցություն, որ դրամ է սկսում, երազանք ես պահում, երազանքդ կկատարվի։ Ասեց կարելի է ինձ փող տաս, 10 դրամ տվեց, ասեց չէ, իմ երազանքը մեծ է, 10 դրամով չի ելնի։ Ասեմ լավ կուզես 1000 դրամ տամ, ասեց չէ, 1000 դրամը թուղթ է, ջրի մեջ պիտի գցեմ, չեմ ուզում, ինձ 500 դրամ տուր։ Հետևից գնացել եմ լսեմ ինչ ասում, հետաքրքիր է, ոչ մի անգամ չէի մտածի, որ տենց բան, ինքը տենց երազանք կունենա ու հենց այդ երազանքը կպահի։ Մտածում ենք երեխա է շատ բան չի հասկանում, բայց երևի թե իրանք հիմա ինձանից էլ շատ են հասկանում։ Ինձ խնդրեց, խնդրանքից հետո կոպեկը գցեց, եկավ ես կողմ, ասում եմ, բջես ասի ինչ ես ուզում, ասես չէ, որ ասեմ չի կատարում, ինձ ասել են չի պիտի ասես երազանքդ, ասեմ լավ մի ասամ, ու դուրս եկանք, ես լսեցի ինչ ուզում, եկանք, ձայնագրություն ունենք, իրանք պապո էին ասում ամուսում, երբ որ քնած էր, միացրեցի ձայնը, ինքը լսել է, և իրանց հետ խաղալուց նկարել ենք շատ շուտ, միացրեցի առավոտը վեր կասավ, գիտեք ինչ, չգիտեմ, ինքը այնքան պայծառ դեմքով, այնքան ուրախ, այնքան հետաքրքիր ձևով եկավ, ասեց, գիտես իմ երազանքը եղավ, ճիշտ է, երազիս եմ լսե պապոյի ձայնը, բայց մեկը իմ երազանքը եղավ։ Այսինքն երազանք էր Այսինքն ինքը ուզել էր, որ ձայնը լսի կոնե մի անգամ։ Մի քանի օր հետո գնացինք Սաղմոսավանքում, այդ դեպքից մի քանի օր անց գնացինք Սաղմոսավանք, այնտեղ ինքը գնաց, շնորհակալություն ասեց, նկարել եմ այդ, ինքը չի սիրում, որ շատ նկարում եմ իրան, բայց հեռվից նկարել եմ, եկավ ասեմ ինչ էիր ասում, մոմ վառեց, հետո դուրս եկավ Խաչքարի մոտ էլ, ասեմ
Մամա վառեցիր ինչի են դա աղոթի չարեցիր, ասես որտեվ նկարում էիր դու։ Եկանք ես կողմ, բայց նկարել եմ նորից հերվից, ասեմ Պախաչքարի մոտ ինչ էիր ասում, ասում տեսա որ չես նկարում, այնտեղ գնացի շնորհակալություն ասեցի, որ Աստված իմ ձայնը լսել է։ Շնորհակալ երեխաներ են։ Շատ։ Ճիշտ է մի քիչ զարմանալի է, բայց եթե այդ մի բաժակ ջուրն էլ տալիս եմ, շատերը ասում են սխալ գործ ես անում, բայց այդ մի բաժակ ջուրն էլ երբ որ իրանց տալիս եմ կամ ես եմ ջուր ուզում, ես էլ իրանց շնորհակալություն եմ ասում։ Շատ լավ երեխեք են, ճիշտ է մի քիչ աշխուժ է, բայց շատ լավ երեխեք են։ Այդ աշխուժությանը դիմանալ։ Լավ որ դիմանում եմ։ Իսկ ինչն էր պատճառը, որ չկարողացաք որդի գրել, այսինքն զուտ տարիքային, հա, տարիքային տարբերությունը ամուսնու չէր, իսկ հիմա սկզբից ճիշտ ասած մտավախություն կար, որտեղ արդեն թերի ընտանիք ենք կոչվում, եթե հայր չկա։ Այսինքն հիմա տարիքն համապատասխանի թերի որպես թերի ընտանիք չեք կարողանում։ Կարող ենք եկամուտ պիտի ցույց տամ, այստեղ ես այդքան եկամուտ չունեմ։ Այսինքն պետք է շարունակել որպես խնամատար։ Այո, այստեղ այդքան եկամուտ չունեմ, իսկ այնտեղից չեմ կարող իմ եկամուտը ցույց տամ։ Հասկացա։ Իսկ երեխաները ծնողներ ունեն։ Այո։ Շփում կամ կապ կա։ Քեռու հետ, այո, քեռու հետ ճիշտ է, շատ հաճախակի չէ, բայց քեռու հետ շփվում են, ինչի՞ չէ։ 3 օր առաջ են քեռու հետ խոսել։ Քեռին ու իրանց քեռու տատիկը։ Քեռու տատիկն էլ շատ է սիրում իրանց հաճախակի տատիկի հետ էլ խոսում են։ Իսկ մայրը, հայրը։ Հայրը ճիշտ ասած ես չեմ տեսել հայրին։ Որպես այդպեսին ոչ ոք չի եկել։ Մենց մանկատանն էլ, հիմա էլ ես չգիտեմ, չեմ էլ իմանում ով է հայրը, բայց մայրը իրանք երբ որ վերցրեցի իրանց ծննդյան օրը, վերցնելուց ամիս ու կես 2 ամիս հետո իրանց տարեդարձի օրն էր, մայրը եկել այդ ժամանակ, ներողություն, եկել է մանկան տուն, թե արդեն չէ, արդեն մեր տանն էր, բայց տուն չէ, մենք տարեդարձը նշել ենք ուրիշ տեղ, եկել է այնտեղ, բայց շփվել է երեխաների հետ։ Այն ժամանակ երևի հղի էր, չէր կարող այտենց վերջերն էր, արդեն պիտի ազատվեր, երևի դրա համար չկարողացավ շատ շարժվեր, չկարողացավ խաղացներ, չգիտեմ, ես երեխաները գիտեին, որ իրենց մայրն է, թե ճիշտ ասած ես հիմա էլ իրենց ասում եմ, որ իրանք ունեն մամա, որ այդ մամայի անունն էլ Մարիամ է։ Այսինքն իրենք հասկանում են, որ կա մայր եւ դուք երկրորդ մայր, հա, որպես երկրորդ մայր են ձեզ ընդունում։ Չգիտեմ, որպես երկրորդ թե առաջին, իրանք, որովհետեւ հենց իրանք ասում են մեր այն մյուս մամա։ Իրանք իսկական մամա համարում են մայրիկի մասին հիշում են։ Չէ։ Բայց ես տեսել եմ սերը ձեր հանդեպ որքան մեծ է։ Հիմա ավելի մեծ է։ Հիմա ավելի այն ժամանակ կարող է երեխան բնազդով ինչ որ բաներ են, բայց հիմա հասկանալով։ Ինքնարեք իսկ մտավախություն ունենում եք, որ կարող է մի օր բաժանվեք։ Ինչի՞ չէ, բայց եթե կիմանամ ավելի լավ ինչ որ մեկը ավելի մեծ ու շատ բան կտա իրանց քան թե ես, ճիշտ է դժվար, բայց մտածում եք երբևէ այդ մասին կամ չեմ մտածում։ Վախեր ունենում եք այդպիսի։ Մեկ այո։ Կարողանաք բաժանվել։ Գիտեք, ես չեմ մտածել ես կկարողանամ թե չէ, ես մտածում եմ իրանք կկարողանան թե չէ։ Վահեն թվում է շփվող, շատ ազատ, հանգիստ ցանկացածի հետ, բայց Վահանը շատ կպած է։ Վահեն էլ չեմ ասի որ բան չի։ Վահեն կարող է դե երեխա են կարող մի բանով խափեն տանեն, բայց ինքը հենց ստացավ այն ինչ որ ուզում է, հետա վազում նորից։ Չեմ կարծում իրանց համար շատ հեշտ լինի բաժան։ Այս վերջին 5 տարիների ընթացքում մայրը այդպես էլ կապի դուրս չի եկել։ Չէ, միայն առաջի տարին, ասեմ 2 անգամ, մի անգամ չէ, 2 անգամ է եկել։ Տեսել է մի անգամ տարեդարձի օրը, մի անգամ, երբ որ աղջիկ ունեցավ, երբ որ աղջիկը ծնվել էր արդեն։ Բայց դրանից հետո չէ։ Ջերմություն կար, ինքը մոտենում էր, սիրում էր երեխաներին, թե այսպես ավելի շատ։ Չէ, ես ջերմություն չեմ զգացել։ Գիտեք, ջերմություն զգում եմ ավելի շատ տատիկից, ավելի շատ քեռուց, քան թե մամայից։
Բայց նրանց կողմից երեխային տանելու այսպես միտումներ չեք նկատում։ Չէ, օրենքով չեն կարող, օրենքով, եթե կարողանան միգուցե քեռին կարողանա տանի։ Եթե կարողանա միայն մայրը օրենքը թույլ է տալիս, որ միայն մայրը քեռին էլ կարող է տանի, որպես խնամատար քեռին էլ կարող է խնամակալ արդեն, ոչ թե խնամատար, խնամակալ։ Կարող է տանի, եթե մի բաներ կա, եթե համապատասխանի։ Բայց ինչ եք կարծում իրենց մոտ։ Չեմ կարծում քեռին կտանի։ Չեմ կարծում։ Դա եթե մայրն էլ չունի ցանկություն, ձեզ բաժանել չի լինի։ Ես կարող եմ իրանց պահեմ միջև չափահաս դառնալը, չափահաս դառնալուց հետո իրանք կորոշեն կմնան մեծ սիրով։ Դե բնականաբար կմնան։ Եթե չեն մնա, ես չեմ կարող իրանց սորով պահեմ։ Այսինքն խնամատարությունը թույլ է տալիս միջև չափահաս դառնալը։ Շատ լավ։ Դուք աշխատում եք մանկան տանը։ Այո։ Ինչ զգացողություններ եք ունենում, երբ որ լքված երեխաների հետ եք աշխատում, ծանր ապրումներ չեք ունենում։ Իհարկե, ամեն երեխու հետ այնց չի որ բոլորի նկատմամբ նույն ձևի եմ, չէ, ամեն երեխու հետ ամեն երեխա իր պատմություն ունի, իր շփման ձևն ունի, ճիշտ ասած դիմել եմ էլի կույր երեխա վերցնելու համար մերժվել եմ։ Ինչու՞։ Բնակելի տարածքի փոքր լինելու համար մերժել եմ։ Այդպես ոնց հասկանում եմ, եթե դուք շատ տարածք ունենայիք, շատ երեխաներ կվերցնեիք, կպահեիք։ Բոլորի պատմությունը առանձին ձեզ հուզում է։ Ում կվերցնեի, բայց այդ եթե իրավունք տային այդ կույր երեխային հաստատ կվերցնեի։ Շատ եք այսպես ծանր ընդունում այդ ամեն մեկի պատմությունը երեխայի այդ մայրական ջերմության բացակայությունը։ Սկզբում շատ էի ծանր տանում, շատ ամեն նոր երեխի հետ ամեն անգամ նոր ցավ էր ոնց որ, բայց հետո չգիտեմ, տարբեր դեպքեր են լինում, դեպքեր կան իրոք երեխաների համար ավելի լավ է լինել մանկան տանը, քան ծնողների մոտ, ցավում եմ, բայց այդպես դեպքեր են շատ կան։ Իսկ դուք ինչ եք անում հենց մանկան տանը ձեր աշխատանքի ընթացքում, որ փոքրի շատ է լրացնեք այդ մայրական ջերմության պակասը, ինչպես եք փորձում լրացնել։ Մենակ ես չէ, մեր բոլոր աշխատողներն են շատ հոգատար, գիտեք ինչ տարբերություն կա այնտեղի ապրող երեխի ու տան երեխի մեջ, նույն ջերմությունը ստանում են, բայց այնտեղ հատուկ երեխան զգում է, որ իրանն է, իսկ այնտեղ ընդհանուր է այդ ջերմությունը։ Ամեն երեխա իրան շոյող ձեռքն է ուզում։ Փորձեք մտեք մեկին մի քիչ շոյեք, կապ չունի հիվանդ երեխա է, առողջ երեխա է, այն հիվանդ երեխան էլ սիրելու կարիք ունի շոյվելու։ Փորձեք մեկին շոյեք, տեսեք ոնց են հավաքվում։ Ամեն մեկ ուզում է, որ իրան էլ շոյես, իրան էլ սիրես։ Շատ ու շատ իրեն ճիշտ է, բայց մեկը անհատական իրանց ձեռքը ունենալը, ինչ ուզում եք ասեք, լրիվ ուրիշը։ Այսինքն երեխաները, այդ ինչպես է երեխաները։ Այդպես չի, որ ես այնտեղ այն չեմ տալիս ինչ որ Վահե Վահանին։ Ճիշտ ասած մեկ Վահեն, որ շատ չար է, որպեսզի իր խոսքը առաջ տանի, այդ կույր երեխայի համար գիտի որ շատ եմ նահանել, շատ եմ սիրում, որպեսզի իր ուզածին հասնես մտել, լավ ես իրան կսիրեմ։ Այդպես չի, որ ես թաքցնում եմ, որ այնտեղ երեխերքին սիրում եմ, չէ։ Իրանք ուզեն չուզեն ընդունում են այդ, հասկանում են, որ այն էլ երեխա է, կարիք ունի ու իրանք էլ շատ են հարցեր տալի այնտեղ երեխերքից։ Կամ որ գնում եմ, պիտի գործի գնամ 24 ժամի աշխատանքը։ Իրանք հատուկ մի բաներ են տալի, քաղցր թեկուզ կամ չգիտեմ, անցած անգամ Վահեն իր խաղալիքն է տվել, որ տանեմ այդ երեխու համար։ Մենակ այն չի, որ իրանք մեծանում են ջերմության մեջ, իրանք բացի ջերմությունը ուրիշ բաներ էլ ստանում են, հասկանում են, պատժվում են նույնիսկ պատժվում են, բայց մեկը իրանք ես աշխատում եմ իրանց մեծացնեմ այնց, որ իրանք մտածեն ոչ մենակ իրանց եսի համար, մտածեն ուրիշի կողքինի համար էլ։
Մեկ ասում են սխալ ես անում, այդ հիմիկվա բան չի, հիմիկվա երեխան պիտի ուրիշ ձևի մեծանա, չէ, հիմիկվա երեխան էլ պիտի մեծանա եւ սիրելով, եւ մերժվելով, եւ պատժվելով, գուրգուրելով, շնորհակալ լինելով, չգիտեմ, երևի ու իմիջիալս մենակ ես չեմ այտենց մեր մանկան տանը աշխատողներ կան, որ էլի աշխատող ունենք, որ խնամատար երեխա ունի։ Մեր բժիշկներից մեկը, բայց եթե չունեն երեխաներ տարած, մեկը բոլորը շատ հոգատար են։ Միջև հիմա էլ իրանք ունեն թամար տատիկ, այնտեղը մեր աշխատողներից է էլի, ունեն նառամորքուր, որ կապ ունեն իրանց հետ։ Նառամորքուրի թորնիկի մոտ էլ գնում են շատ ընկերներ են խաղում են։ Քանի երեխա կա։ Մանկան տանը, չգիտեմ հիմա մոտավոր ինչքան կլինեն, մեր խմբում 11 երեխա են։ Իսկ ինձ հետաքրքիր է երեխաների մոտ ինչպես է դրսևորվում այդ տնից հեռու լինելու, մայրական ջերմության պակասի, այդ զգացումը ինչպես է արտահայտվում։ Մեկուսանում են գուցե կամ ագրեսիվ են դառնում։ Ինչ-որ կերպ դրսևորվում է իրանց մոտ մրցակցություն, այն ինչ որ կար Վահե Վահանի մոտ, որ հիմա չկա, հիմա այնտեղ երեխեքի մոտ կա մրցակցություն կա իրանց մեջ։ Տեսա ձեռք իրան շոյեց, ինքը պիտի անում անեց, որ այդ ձեռքը իրան էլ շոյի։ Հետո տեսեք Վահե Վահանը հիմա երբ որ ուզում են ուտում են, չէ, ախորժակ չունի կամ հավես չունի կամ իսկ այնտեղի երեխեքը չէ, այս քո ժամն է, պիտի ուտես, հետո չես կարող։ Քիչ բաներ կա, որ իհարկե մենք էլ մեր աշխատանքից հետ չի, որ այս ժամին ուտում ես չկերար չես ուտելու, մենք էլ անում ենք մի բաներ, որ չի կարելի, բայց մեկը տարբերություն կա, այնտեղ զգացվում է, որ երեխան, հետո գիտեք, ստեղ մի հոգի է մամա, իսկ այնտեղ քանի հոգի է մամա իրանց համար էլի, էդ էլ ես իմ ձևով եմ անում, մյուսը իր ձևով անում, էդ էլ երեխերքին այն չի, ինչ որ պետք է լինի։ Իսկ այնտեղ մամա ասում են երեխաները, թե անունով են դիմում։ Չէ, ասում են։ Մեր խմբում երեխեք կան, որ արդեն խոսում են, ես սովորացնում եմ ասա քնար, քնարի մի քիչ դժվար ասեմ, ասա քնար, մտատա, ասեմ ասա քնար, ասում տատա, չի բան, բայց երեխա ունենք մի հատ, հիվանդ երեխա է, այն էլ որ տեսավ նեղանում եմ իրանից, կանչում է քնար, հենց գնում եմ իրան մոտիկ փոխում անորից, այդ քնար ասում է զուտ նրա համար, որ ես հետ գնամ իրա մոտ, հենց գնում եմ իրա մոտ, նորից ես տատա եմ։ Իսկ զգում եք երեխաները այսպես ընտանիք վերադառնալու ցանկություն ունեն, չէ։ Իհարկե։ Ես ասում եմ, ինչքան էլ որ այդ ջերմությունը ստանան, ինչքան էլ որ հարմարված չեն կարող այդքանը ստանան, ինչ որ տանը կստանան։ Միևնույն է, այո, ջերմության պակասը կա։ Մենակ այդ պատերը, այդ սառնությունը մենակ կապ չունի այնտեղ դու ինչ ձևով ես մտնում, մենակ այն պատը ու մենակ այն, որ դու այնտեղ 24 ժամ, ճիշտ է դուրս գալիս են, ման գալիս են, բայց տարածքում։ Իսկ եղել են դեպքեր, երբ երեխաները իրենց բերանով ասել են, որ իրենք էլ են ուզում մամա ունենալ, իրենք էլ են ուզում ավակ խմբերում ասում են։ Գիտեք, շատ ցավալի է, որ ավակ խմբերում արդեն հասկանում են, երբ որ մեկի մոտ գալիս է, ասում են իր մաման եկա, որ տարիքից են ավակ խմբում, 6 տարեկանից հետո մեր մոտից ստանում են։ Ես այնքան ուրախ եմ, որ ավակ խմբում չեմ, շատ ուրախ եմ, որ ավակ խմբում չեմ, որովհետև մենակ այն, որ երեխան զգում է այն մեկի մաման եկավ, ու ինքը սպասում է, որ դուռը պիտի բացեն իր մաման էլ կա, շատ ծանր է, շատ։ Իսկ հիմա ես այնքան ուրախ եմ, որ ավակ խմբում չեմ աշխատում։ Եղել է դեպքեր, որ գաք տուն հուզվեք, լացեք, կիսվեք։ Չէ, հենց այնտեղ էլ ա եղել դեպքեր։ Տան էլ երբ որ գալիս եմ տանը աշխատում եմ շատ ցույց չտամ, որտեղ Վահե Վահանի վրա շատ ազդում։ Կապ չունի ինչի համար եմ հուզված։ Իրանց վրա շատ ազդում, դրա համար աշխատում եմ իրանց մոտ ավելի սառը լինեմ։ Իսկ ամենաբարդը երեխաների խնամքի հարցում ո՞րն է։ Ճիշտ դաստիարակելը։
դասիրակում ենք ճիշտ, բայց բացի լավ մարդ սարքելու, մենք պետքա նաև մանավանդ հիմա տղա երեխաների համար, աղջիկներին էլ կապ չունի, հայրենասիրությունը շատ կարևոր է, որ հենց փոքր ժամանակվանից իրանց մեջ լինի։ Ու այդ շատ դժվար է մանավանդ հիմա, երբ որ կա հեռախոս, երբ որ կա հաղորդումներ շատ հիմար, շատ դժվար է։ Իսկ ինչպես եք կարողանում համատեղել ամուսինն էլ հիմա չկա աշխատանք, երեխաների խնամք։ Մենք տանը պապիկ ունենք, դայակ ունենք, երբ որ ես տանը չեմ ու իրանց պետքա, օգնող ունեմ դպրոցից իրանց որը որ աշխատանքի եմ դասապատրաստում այնտեղ անում են, նոր տուն են գալիս, չէ, շատ են օգնում։ Օգնողներ ունեմ։ Շատ լավ։ Եվ ինչ որ բան կա, որ կցանկանայիք փոխել, կամ եթե ունենայիք հնարավորություն փոխելու կփոխեիք։ Խնամատարների օրենքների մեջ, թե ընդհանուր։ Ընդհանրապես կլինի օրենքների մեջ, ձեր կյանքում կլինի։ Չէ, մեկա որ ուզեն հետ էլ պտտենք, մեկա ես նույն քայլերը անելու էի։ Շատ դժվար էր սկիզբը, այդ դժվարությունը անցել եմ արդեն, չեմ ուզենա ոչինչ փոխել։ Իսկ որդեգիր եւ խնամատար այսրանց տարբերությունը ինչումն է։ Որդեգրված երեխաները դառնում են մի քիչ կոպիտ ահանջում, բայց սեփականություն։ Իսկ հիմա ես չեմ կարող անեմ այն, ինչ կանեմ իմ անձնական օրինակ ոչինչ չէ, չեմ կարող գնամ հանգստանալու երկրից դուրս։ Ոչ մի բaragայում չեք կարող երկրից դուրս տանել երեխաները։ Չեմ կարող։ Թեհրանում հարազատներ ունեք։ Ունեմ։ Ոչ եք կարողանում գնալ։ Չէ։ Ես արդեն երեխաները ինչ եկել են, չեմ գնացել Թեհրան։ Իսկ իրենք չեն գալիս։ Գալիս են, չի չէ։ Գալիս են։ Իրանք ունեն Լիդա հորքուր, իրանք ունեն Նոյեմ հորքուր, ունեն Հոբար, Բենյամին Հոբար, խոսում են տեսազանգով։ Ոչ բոլորն են տեսել իրանց, բայց տեսազանգով խոսում են։ Էլ ինչ դժվարություն կա խնամատար ծնողի համար, որ չունի որդեգիր ծնողը։ Վախը, որ կգնան, կհեռանան երեխան, որդեգիր երեխան չի, գիտեք, իմ աղջիկն էլ, ես հասկանում եմ, երեխայ մեծացավ, պիտի բաց թողնես, պիտի կարողանաս բաց թողնես հենց երեխայի համար, բայց ճիշտ ժամանակին, ես չգիտեմ, կարող է սխալվում եմ, բայց երեխաների շահերից ելնելով, խնամատար ծնողը, երբ որ պայմանագիր կնքվեց, մենք ամեն տարի թարմացնում ենք։ Գիտեք, ամեն տարի երբ գալիս է պայմանագրի թարմացնելու ժամանակը, ես ինչ ապրումներ եմ ունենում։ Ինչու։ Ոչ իմ համար, երեխաների համար։ Գիտեք, երեխան կապվում է խնամատար ծնողին, ոնց որ հիմա իմ տղաները, իրանց համար ինչ մեծ հոգեկան հարված կլինի, երբ որ իրանք իմանան, որ Էլեստանը չեն ապրելու, գնալու են ուրիշտեղ, ուրիշի հետ ապրեն։ Իսկ այդ ուրիշը ով կարող է լինել միայն հարազատը եւ կամ ծնողը, այսինքն որ պահին որ ծնողը ցանկանա, կարող է որ պահին։ Հիմա երեխաները ձեր մոտ կարող են։ մայրը գա, ասի ես ուզում եմ տանեմ, չէ, օրենքներ կան, քայլեր կան, որ պիտի արվի։ Չէ։ Բայց այդ իրավունքը այս պահին ունի միայն մայրը։ Այսինքն միայն մոր ցանկության դեպքում է, որ ձեզանից երեխաներին կվերցնեն։ Չէ, քեռին էլ, եթե պայմաններ կան, եթե այդ պայմաններին համապատասխանի, քեռին էլ կարող է տալ։ Այսինքն մոտ հարազատները եւ ծնողները ունեն այդ առավելությունը։ Դրսից ինչ որ մեկ ուրիշը չի կարող տալ ասել։ Դրսից ինչ ով պիտի տանի, մեկը որ պիտի խնամակալ լինի, արդեն ունեն իրանք խնամակալ։ Հասկացա։ Խնամատար։ Խնամատար։ Շատ լավ, եւ վերջում եթե ինչ-որ բան կա, որ կցանկանաք ավելացնել, խնդրեմ։ Ինչի՞ չէ, մեր մոտ Հայաստանում բոլորը վազում են առողջ երեխաների հետևից, վերցնեն առողջ երեխա, բայց գիտեք ինչքան հիվանդ երեխաներ կան, դրսից գալիս են, տանում են, այնքան ուրախանում եմ, բայց մեր հասարակության մեջ այնքան կուզեմ նստի այդ, որ երեխան կապ չունի, ինչ վիճակում է, կապ ունի, որ երեխա է, կարող ես տաս այդ հիվանդ երեխային ինչ-որ մի բան, գալիս են նայում են, առողջ չի, չեմ, այդ երեխան պիտակավորում են ու չի կարելի երեխա է, անձը,
Ես էլ գեր եմ, ես մարդ չեմ, չող եմ։ Իմ կազմվածքն էլ է սենցնա, չի կարելի մարդուն պիտակավորել, այնքան կուզենան, որ մեր հասարակության մեջ նստի այդ, որ երեխա է, ուզում ես տանես խնամատար, վերցրու հիվանդ երեխա, մի սպասի առողջի, վերցրու հիվանդին էլ, հիվանդին ավելի շատ բան ես կարող տան, երեխաների էլ են տանում։ հիվանդին ավելի շատ լինում են, ինչի՞ չէ, բայց դրսից ավելի շատ, դրսից, մեր մոտ չէ, ես ճիշտ ասած, եղել է հիվանդ երեխի տարել է մաման, այնքան ուրախացել եմ, որ մաման եկել է տարել է, բայց որպես խնամատար չէ, այնքան կուզենան, որ էդ էլ լինի, որովհետև ոչ մի երեխա, չնայած այն պայմանների, նորից եմ ասում, մեր մոտ, չգիտեմ ուրիշ մանկատներում ոնց է մեր մոտ, մեր տնօրենը, մեր ցանկացած աշխատող կարող է գա, չեք հավատա ինձ, բայց կարող է գա գետնին երեխի հետ նստի շան նման հաճա, կատվի նման մլավի երեխին զբաղացնելու համար, երեխու համար դառնա ձի ինքը, բայց մեկա չենք կարող տանք այն ինչ որ տանը կտան, այնքան կուզենամ այդ հիվանդ երեխերքն էլ ունենան այդ հնարավորությունը։ Իսկ երբ որ դուք կարողացաք այդ երեխաներին տալ այդ ջերմությունը, ձեզ ավելի թեթևացած զգացիք, ինչ որ բան փոխվեց ձեր մեջ։ Փոխվեց, հա, բայց ավելի թեթևացավ։ Թեթևացա, բայց այն չափի չէ, որ չազդի այնտեղի երեխաների վիճակին վրա։ Թեթևացել եմ, ինչ շատ ուրախ եմ, որ կարող եմ իրանց տամ այն ինչ որ արժանի են շատ բանի, իմ հնարավորության սահմաններում կարողանում եմ իրանց բավարարել այն նրանով, ինչի որ կարիք ունեն, բայց կուզենամ այդ հնարավորությունը բոլոր երեխերք ունենան։ Ճիշտ է հնարավոր չի բոլորին, բայց ինչքան որ հնարավոր է։ Եղավ տիկին Քնարիկ, շատ շնորհակալ եմ մեր հրավերը չմերժելու համար։ Ես էլ ուրախ եմ, հույսով եմ, չգիտեմ, այս հաղորդումը նայելուց հետո կորոշեն մարդիկ, որ գիտեք Down ախտանիշով երեխաներ ունենք, Down-ի ախտանիշով, այնքան լավ երեխերք են, այնքան կուզենան, որ այս հաղորդումը նայելուց հետո կան կամ այդ կույր երեխան, որ ասում եմ, այնքան կուզենամ մեկը մի քիչ սենց սրտին թխթխկած զգա ու կա այդ սենց երեխերքի տանելու համար։ Հույսով եմ կլինի։